Ֆրանսիայի եւ Հայաստանի մինչև ապակենտրոնացված համագործակցությունը երկկողմ հարաբերությունների կարևորագույն հենասյունն է, որը մոբիլիզացնում է տեղական իշխանություններին, համայնքային գործիչներին, հասարակություններին երկու երկրների միջև կապերն ամրապնդելու համար։ 20-ից ավելի համագործակցություններ կան եւ ակտիվ համագործակցությունները մանավանդ Ֆրանսիայի եւ Հայաստանի քաղաքների միջև, նաեւ շրջանների միջև, ինչը ցույց է տալիս նաեւ այս համագործակցության կարեւորությունը երկու երկրների համար։ Օրինակ, կարող են բերել Լիոն քաղաքի 20 տարուց ավել ակտիվ համագործակցությունը Երևան քաղաքի հետ եւ վերջերս դրան միացավ նաեւ Մարսել քաղաքը, դառնալով քույր քաղաքներ Երևանի հետ։ Ֆրանս-հայկական ապակենտրոնացված համագործակցությունը հիմնված է խորը պատմական կապերի եւ երկարատև գործընկերություն վարելու համատեղ ցանկության վրա, առանց դա հնարավոր չէր լինի։ Նա նպաստում է նաև Ֆրանսիայի հայկական սփյուռքի ակտիվ մասնակցությունը եւ աջակցությունը, որը կարևոր դեր է խաղում այս հարաբերությունների զարգացման համար։ Այսօրվա մեր նիստի թեման հետևյալն է. ինչպիսի դերակատարում ունի ապակենտրոնացված համագործակցությունը Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության համար։ Թեման լայն է եւ շատ հարցերում նաեւ ռազմավարականն է իսկապես։ Առաջի հարցս մեծ սիրով ուղղում եմ երկու երկրների դեսպաններին, որից հետո նույն հարցին կխնդրեմ պատասխանեն մեր զրույցի մյուս մասնակիցները։ Այսպիսով, խնդրում եմ, նկարագրեք ձեր կողմից, ձեր գործունեության համապատասխան ոլորտի կողմից, ինչպիսին է ապակենտրոնացված համագործակցության Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական հարաբերություններում, ինչպիսին է այս համագործակցությունը, եթե հնարավոր է ներկայացնելով կոնկրետ օրինակներ։ Խնդրում եմ պարոնայք դեսպաններ։ Շնորհակալություն։ Նախ եւ առաջ ես էլ կցանկանայի ողջունել համաժողովի մասնակիցներին, Ֆրանսիայից եւ Հայաստանի տարբեր մարզերից ժամանած մեր գործընկերներին եւ մաղթել արդյունավետ քննարկումներ։ Կցանկանայի նաեւ շնորհակալություն հայտնել Սյունիքի մարզին եւ Գորիսի քաղաքին։ Ինձ համար կրկնակի հաճելի է մոտ 30 տարի հետո վերադառնալ Գորիս, որտեղ այստեղ անցկացրել եմ իմ զինվորական ծառայությունը եւ տեսնել այսպիսի հրաշալի քաղաք, տեսնել այսպիսի զարգացում, դինամիկ զարգացող քաղաք, որի վիճակի այսօր հյուրընկալել նման խոշոր միջազգային միջոցառումները։ Վերադառնալով հարցին կապված Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցությանը, բնականաբար խնդիրը պետք է դիտարկենք հայ-ֆրանսիական բազմավոլորտ, բազմաշերտ հարաբերությունների համատեքստում։ Արդեն բազմիցս նշվեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները ունեն պատմական, մեծ, այսպես հետագից, հիմնված ընդհանուր արժեքների վրա, պատմական ամուր կապերի վրա։ Այսօր Հայաստանը եւ Ֆրանսիան որպես պետություններ ունեն կայուն առանձնաշնորհյալ հատուկ հարաբերություններ, որոնք նաեւ ներգրավված են արդեն ռազմավարական նշանակության ոլորտներում, ինչպիսին է պաշտպանությունը, տնտեսությունը, ենթակառուցվածքները եւ հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում գրեթե ամեն օր։ Նշվեց արդեն, որ մի շաբաթ առաջ Հայաստանում էր Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը եւ բավականաչափ հետաքրքիր եւ արդյունավետ այց տեղի ունեցավ, ստորագրվեցին մի քանի փաստաթուղթեր եւ անդրադարձ կատարվեց նաեւ ապակենտրոնացված համագործակցությանը։ Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում միջկառավարական, միջխորհրդարանական, հասարակական, մշակութային եւ այլն կարևորագույն դեր է խաղում նաեւ ապակենտրոնացված համագործակցությունը, որը սկսվել է մեր հանրապետության անկախացումից ծնունդից ի վեր։
Ունենք բազմաթիվ արդեն նշվեցին գործընկերություններ, երկու քույր քաղաքներ եւ օրեցօր այս համագործակցությունը զարգանում է։ Ապակենտրոնացված համագործակցությունը չնայած Հայաստանը եւ Ֆրանսիան ունիտար պետություններ են այսպես կառուցվածքի տեսակետից, բայց այն հնարավոր է դառնում նաեւ միջազգային հարաբերությունների ժողովրդավարացման հետ զուգընթաց, երբ որ միջպետական, այսպես տրադիցիոն հարաբերությունների կողքին ձևավորվում են նաեւ համայնքների միջև հարաբերությունները ի լրացումն միջկառավարական հարաբերությունների։ Սա մի նոր ոլորտ է, որտեղ հնարավոր է դառնում նպաստել երկրների տարածքների կայուն զարգացմանը, բերել միջազգային համերաշխություն եւ նպաստել համայնքային զարգացումներին։ Հիմա կոնկրետ ձեր հարցը թե ինչ նշանակություն ունի ռազմավարական հարաբերությունների տեսակետից, բնականաբար Հայաստանի համար ապա կենտրոնացված համագործակցությունը Ֆրանսիայի հետ ունի ռազմավարական բնույթ եւ կբերեմ ես մոտարապես 5 փաստարկ, թե ինչու է այդպես։ Առաջի հերթին այս համագործակցությունը նպաստում է մեր անվտանգությանը։ Տեսեք, Հայաստանի հիմնական մարզերը, այսպես Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքը, Տավուշը, հիմնական նկատի ունեն, որոնք ներգրաված են համագործակցության մեջ, սահմանամերձ են եւ բավականաչափ ունեն խոցելիություն։ Եվ այսօր մենք Սյունիքի մարզում ենք եւ այս միջոցառման կազմակերպում ենք այստեղ, սա սիմվոլիկ է նաև խորհրդանշանական մեր աջակցությունը, ֆրանսիական կողմի աջակցությունը Սյունիքի դիմակայունությանը եւ Հայաստանի ընդհանրապես անվտանգության խնդիրներին։ Երկրորդը քաղաքական առումով 20 թվականին 44-օրյա պատերազմից հետո 23 թվականին Արցախից Լեռնային Ղարաբաղից մեր տեղահանված բնակչության Հայաստան բնակչության տեղանված ընթացքում Ֆրանսիայի բոլոր գրեթե համայնքները ընդունեցին եւ մարզային ռեգիոնալ եւ այլ կառույցներ ընդունեցին բանաձևեր, սատարեցին հումանիտար աջակցությամբ եւ նաեւ քաղաքական լուրջ աջակցություն ցուցաբերեցին այս ամբողջ ընթացքում, երբ որ Հայաստանը ապրում էր այդ դժվարին տարիները։ Տնտեսական առումով նույնպես ապակենտրոնացված համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկն է նաեւ համայնքների տնտեսական կարողությունների ամրապնդումը։ Եվ կան բազմաթիվ ծրագրեր, հիմա վստահ եմ գործընկերները կխոսեն դրա մասին։ Մյուսը դա Հայաստանի Սփյուռքի ներգրավումն է նաև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում։ Արդեն նշվեց, որ հայկական Սփյուռքը Ֆրանսիային բավականին կարևոր դեր է կատարում ինտեգրված ֆրանսիական հասարակության մեջ եւ նաև կան նաև թիմերի մեջ ներգրաված հայ ազգի գործիչներ, որոնցից ոմանք այստեղ են եւ մասնակցում են միջոցառմանը։ Եվ այս ապակենտրոնացված համագործակցությունը կառուցվածքային մեխանիզմ է ապահովում նաեւ Սփյուռքի ներուժի ներգրավմանը Հայաստանի թիմերի զարգացման գործում։ Եվ վերջապես վերջում կուզենայի նշել նաեւ, որ այս համագործակցությունը նաեւ աջակցում է Հայաստանի ժողովրդավարությանը, տեղական ժողովրդավարությանը։ Գիտեք, որ այսօր մեր ինքնության կարևորագույն մասն է կազմում նաեւ ժողովրդավարական երկիր լինելը, ի ժողովրդավարությունը սկսում է նաեւ տեղերից։ Եվ այս համագործակցության շնորհիվ է նաեւ, որ մենք բերում ենք ֆրանսիական փորձը օգնելու մեր համայնքներին լուծելու իրենց խնդիրները եւ զարգացնելու տեղական ժողովրդավարությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն դեսպան, իրոք, որ այս համագումարի անցկացնելը Սյունիքում ռազմավարական նշանակություն ունի։ Համաձայն եմ։ Monsieur l'ambassadeur, quelle est votre perception et votre vision de cette coopération décentralisée Écoutez, je crois que mon collègue Arman a bien amené la coopération décentralisée, c'est une coopération votre présence ici, dans un moment suspendu. Որը կարելի ասել արկախված է բանակցությունների գործընթացի շատ կարևոր պահ է իհարկե այս պահը ապացույցն է այդ ռազմավարական նշանակության գորիսը միաժամանակ մի քաղաք է, որը Հայաստանի աշխարհաքաղաքականության սրտում է գտնվում եւ քաղաք, որը հյուրընկալեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված ամբողջ բնակչությանը առաջին կետն էր եւ սա քաղաք է, որը կառուցում է խաղաղությունը տարածաշրջանում, Գորիսը մի քաղաք է, որը միշտ եղել է խաչմերուկում եւ խաղաղության
կառուցմանն է միտված եղել դրա աշխատանքը եւ Գորիսը նորից կդառնա Խաչմերուկ եւ մեր ներկայությունը այստեղ շատ նշանակալից է կարծում եմ իսկ ինչավերում է Հայաստանին Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցությունը կարծում եմ ռազմավարական իսկապես նշանակություն է ստացել ինչը պայմանավորված է վերջին տարիների թելադրանքով մեր ապակենտրոնացված համագործակցությունը համերաշխության նշանի ներքո է իրականացվում, որովհետև parce qu'elle est porteuse aussi du souvenir du tremblement de terre de 1988 qui pour beaucoup de collectivités françaises a été l'origine de leur mobilisation en faveur de l'Arménie et vous l'avez rappelé tout à l'heure chère Sonia. Mais aujourd'hui on a vraiment un changement de braquet et un changement d'approche qui fait que nos collectivités françaises, arméniennes, parlent coopération, s'inscrivent dans une histoire d'amitié, mais travaillent aussi avec en tête les paramètres stratégiques de la région et la carte, tout simplement. J'en veux quelques exemples. Le plus évident ici, puisque nous sommes en Chinique, c'est cette décision qu'a prise la région Auvergne-Rhône-Alpes sous l'impulsion de Laurent Wauquiez, poursuivie par le président Benkouk avec un politique de jumelage systématique au niveau des municipalités, de cibler sa coopération sur Chinique. Donc de faire le choix d'une région à la fois stratégique et exposée du territoire arménien. C'est lors de sa visite en Arménie Հայաստան իր այցի ժամանակ Մարսելի քաղաքապետը որոշում կայացրեց որոշեց եղբայրանալ կոնկրետ քաղաքի հետ հասկանալու համար իրավիճակը համագործակցությունից անդին ինչպես կարող է Մարսելը աշխատել նաև տարածքի կայունացման վրա le choix de Patrick Devedjian à la tête du département des Hauts-de-Seine, un département urbain, un département de la région, de l'agglomération parisienne, de concentrer les efforts de coopération sur le Tavouche, c'est-à-dire un département rural, une région à Mars rural, à Mars frontalier, ce qui n'avait rien d'évident pour les Hauts-de-Seine, mais qui fait évidemment totalement sens dans la situation qui est celle aujourd'hui de l'Arménie. Parce que de ce point de vue, la pensée stratégique, ça veut ռազմավարական մոտեցում ունենալը անպայմանորեն չի նշանակում մեծ ծրագրերի մասին մտածել։ Այն պահից սկսած երբ հաշվի եք առնում երկրի իրավիճակը, նրա ռազմավարական կարիքները, չկա փոքր թեմա կամ փոքր ծրագիր։ Եվ երբ տեսնում եմ Մարսենի նման մի փոքրիկ համայնք, որը որոշում է ազատամուտի հետ աշխատել Տավուշի մարզում եւս մեկ անգամ սահմանամերձ շրջան, on a un choix qui, même si les moyens des deux communes sont modestes, est un choix qui pèse sur une situation. Pourquoi? Parce qu'un territoire, une ouverture sur le monde. Տարածքը նշանակում է այս տարածքում կա բացվածություն դեպի աշխարհ։ Այս տարածքում առաջանում է զգացողություն, որ նրանք լքված չեն աշխարհի կողմից, որ հասկանում եք, որ կան համայնքներ ձեզնից հեռու գտնվող, որ մտածում են ձեր մասին։ Où il se passe des choses, c'est un territoire իրադարձություններ են տեղի ունենում, որտեղ աշխատատեղեր են բացվում, որտեղ ծառայություններ են մշակվում, զարգանում, կամ բազապես մշակութային իրադարձություններ են իրականանում, այսինքն այս տարածքը կարողանում է կայանալ, դիմանալ, եւ սա է ապակենտրոնացված համագործակցությունը, համագործակցության ռազմավարական իմաստը։ L'État l'ont aiguillonné, le premier jumelage entre la commune française et la commune arménienne date de 1968, c'est-à-dire 15 ans avant la décentralisation, 25 ans avant l'indépendance de l'Arménie, c'est le jumelage entre Bagneux et Vanadzor. Mais nous, représentants de l'État, de vous rattraper. Et je voudrais citer à cet égard une particularité de l'Arménie. C'est la création au sein du ministère de l'Europe et des Affaires étrangères d'une mission qui n'avait pas de précédent.
արտաքին հարաբերությունների նախարարության Ֆրանսիայի des coopérations avec l'Arménie Հայաստանի հետ համագործակցությունների համակարգողի դերի պաշտոնի բացումն է Ֆլորանս Պրովանձիեն է այն ներկայացնում, որը ոչ մի համարժեք չունի այլ երկրների հետ։ Ինչու, որովհետև կա Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև, որը բազմաշերտ է, Սփյուռքը, ասոցիացիաները, կազմակերպությունները, ձեռնարկությունները parce que il y a le souhait de tous ces acteurs d'avoir, en lien avec l'État, et ça n'a rien de normatif ni de caporaliste, hein, c'est un dialogue au quotidien, d'avoir en lien avec l'État un dialogue sur les priorités stratégiques. Identifier les uns et les autres comment nous pouvons, avec nos particularités, avec nos moyens, avec nos expériences, contribuer à peser sur une situation politique et sur une situation géopolitique. Et de ce point de vue-là, je trouve que le fait de nous retrouver tous ensemble ici à Goris, près de 2 ans après le convoi humanitaire des collectivités territoriales qui a été initié par la ville de Paris conjointement avec le CCAF et rejoint par la majorité des collectivités territoriales qui sont ici parmi nous, c'est un très beau symbole. Ça montre que collectivement, nous n'avons rien lâché. Que nous restons collectivité française, État, vie, société civile française aux côtés de l'Arménie et que ce que nous bâtissons ensemble, ce n'est pas seulement de la coopération technique, de l'amitié qu'on entretient, mais ce sont aussi de véritables leviers pour peser sur une situation, pour soutenir l'Arménie et pour agir en faveur de la paix. Merci, monsieur l'ambassadeur. Merci pour cette image à la fois complète et détaillée de la coopération décentralisée. Պարոն փոխնախարար, ձեր որը այս համագործակցության մեջ Կարծես 3 լիներ, որ Ֆրանսիայում Սյունիքի մարզի գրեթե բոլոր համայնքները եղբայրության համաձայնագիր կնքեցին Օվերն-Ռոնալպի քաղաքների եւ համայնքների հետ։ Եվ այսօր իրոք սիրտս ուրախությամբ է լցվում տեսնելով այսչափ մեծ ներգրավվածություն եւ ներկայացվածություն հենց այստեղ Գորիսում։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր գործընկերներին, այցելուներին եւ ասել բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ Սյունիք, բարի գալուստ Գորիս։ Այսչափ մեծ ներգրավվածությունը պետական, տարածքային եւ մասնավոր հատվածից այն հիմքն է, որի վրա հենց կառուցվում է տնտեսական համագործակցությունը։ Դեռ 2021 թվականին Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև ստորագրվեց 2021-ից 26 թվականի տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզը։ Եվ ուրախ եմ, որ երկու երկրները հետևողական են այդ ճանապարհային քարտեզին եւ քայլ առ քայլ իրականացնում են, իրականություն են դարձնում այն, որը որ մենք ուրվագծել ենք գրեթե շուրջ 5 տարի առաջ։ Եվ ուրախ եմ նաեւ, որ այդ համագործակցությունը, նախանշված համագործակցությունը չի սահմանափակվել, այդ նաեւ ընդլայնվել է ապակենտրոնացված եւ արդեն տարածքային ռեգիոնալ մակարդակում ավելի խորացված համագործակցությամբ, որտեղ հատկապես ընդգծվել է նաեւ հենց տնտեսական համագործակցությունը։ Վերջին 6 տարիների ընթացքում ֆրանսիական կապիտալով Հայաստանում կամ Ֆրանսիայի ներկայացվածությամբ Հայաստանում բացվել են շուրջ 259 կազմակերպություններ, այդ թվում նաև անհատ ձեռնարկատեր։ Սա խոսում է նրա մասին, որ Հայաստանի Հանրապետությունում մեծ ուշադրություն կա եւ անքակտելի են սեփականության իրավունքը, մտավոր սեփականությունը, թափանցիկությունը, մարդկանց սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը եւ դա ստեղծում է այն պայմանները, որպեսզի բարելավի բիզնես միջավայրը եւ գրավիչ դառնա։ Մենք բազմիցս խոսում ենք նրա մասին, կայունության մասին էինք խոսում, տնտեսական կայունության մասին էինք խոսում նաեւ մեր միջազգային օրակարգում բոլոր երկրների կողմից։
Սակայն վերջին տարիներին ոչ միայն Հայաստանում, ոչ միայն ռեգիոնում, այլև ամբողջ աշխարհում տարբեր ցնցումները ստիպեցին, որպեսզի մարդիկ սկսեն մտածել դիմադրողականության մասին։ Եվ ինչպես այսօր իր խոսքում նախարար Խուդատյանը նշեց, այսօր Հայաստանի Հանրապետության համար շատ կարևոր է հենց Սյունիքի մարզի դիմադրողականության բարձրացումը եւ ընդհանուր առմամբ Հայաստանի տնտեսական դիմադրողականության բարձրացումը։ Եվ այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի այս նմանատիպ շփումները ավելի շատ լինեն, քանի որ միայն այցելությունների եւ շփումների արդյունքում է, որպեսզի հնարավոր է դառնում միասին բացահայտել իրական կարիքները, միասին ձևավորել այն լուծումները, գտնել լուծումները, որը որ համագործակցության արդյունքում կարող է բերել վերջնարդյունքի եւ մեր երազած դիմադրողականության բարձրացմանը։ Այս ամենը ասելով ես նաև ուզում եմ կարևորել հենց ապակենտրոնացված համագործակցությունը, քանի որ այն նաև խթանում է համայնքների կողմից նախաձեռնողականությունը։ Եվ այստեղ պետք է նաև նշեմ, որ այս ապակենտրոնացված համագործակցությունը, ինչպես նաև դեսպանը իր խոսքում նշեց, չունի փոքր ծրագրեր, բոլորն էլ նշանակալի ծրագրեր են։ Այստեղ յուրաքանչյուր փոքր ներդրում, յուրաքանչյուր փոքր համագործակցություն այն նշանակալի համագործակցություն է։ Եվ կուզենայի նաև առանձնացնել այստեղ ես գիտեմ, որ հաջորդիվ խոսքը իմ գործընկեր ֆրանսիական զարգացման գործակալության իմ գործընկերն է խոսելու, նաև կուզեի ընդգծել, որ մեր համագործակցությունը ոչ միայն ռեգիոնալ երկու երկրների, այլ նաև Ֆրանսիայի զարգացման գործակալության միջև է տեղի ունենում եւ շարունակվում է այս համագործակցությունը շատ նշանակալի ծրագրերով, որտեղ կուզենայի առանձնացնել հենց Արարատի մարզի Վեդու ջրամբարի կառուցումը, որը ռազմավարական տնտեսական նշանակություն ունի։ Կուզենայի նաև նշել, որ Ֆրանսիան բավական մեծ աջակցություն է ունենում հենց Սյունիքի մարզում ՄԱԿ-ի տարբեր կառույցների միջոցով տարբեր զարգացման ծրագրերի իրականացման առումով։ Կուզեի նաև այս ամենին համոզված եմ, որ մարզպետ պարոն Ղուկասյանը իր խոսքում ավելի մանրամասն կնշի համագործակցության օրինակների մասին, բայց կուզեի նաև ասել, որ մեր բոլորի շարունակական ընդգրկունը այս հարցին միայն հնարավոր է դարձնում այն մեծ երազանքը, որը որ մենք բոլորը ստացում ենք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն